Շավարշարությունյան, Շավիթայր, ինձ հետաքրքիր է նշեցիք լինելու է գնահատման համակարգ։ Արդյոք կան որոշակի չափանիշներ, որոնցով պետք է երեխան առաջընթաց գրանցի եւ չափանիշներով է աշխատելու համակարգը։ Ci saranno dei criteri sulla base tecnica, tattica, sulla base fisica e sulla base anche mentale. Մտավոր ֆիզիկական, տեխնիկական եւ տակտիկական չափանիշների հիման վրա է լինելու գնահատումը, che sono poi le qualità che guardano un po' in tutto il mondo. Սրանք այս չափանիշները դիտարկվում են ամբողջ աշխարհում։ E oggi quando si osserva un giocatore si cerca di capire il livello suo che ha di percezione, di anticipazione, di decisione e di esecuzione. Այսօր երբ ֆուտբոլիստ են ընտրում, պրոֆեսիոնալ ֆուտբոլում դիտարկում են ֆուտբոլիստի անկալունակ, ըմբռնող, նրա որոշումների կայացման հատկությունները։ Però quando guardi un giocatore ti deve lasciare qualche cosa che è difficile poi dopo da spiegare, da tradurre in parole povere. Հետո նաև խաղացողը քեզ թողնում է ինչ-որ պատկեր բնութագիր, որը դժվար է բառերով ներկայացնել։ Perché magari un giocatore è talentuoso ma ancora fisicamente non è pronto, però capisci che ha qualcosa. Որովհետև խաղացողը կարող է տաղանդավոր լինել, բայց ֆիզիկապես ատլետիկ ցելով նաև պատրաստ չլինել եւ այդ բային կդժվարանա ինչ խոսքը ասել ֆուտբոլային առումով քեզ։ Credo che in base alla mia esperienza, all'esperienza dei miei colleghi, riusciremo sicuramente a fare un'ottima selezione. Ես համոզված եմ, որ իմ եւ իմ գործընկերների աշխատանքի միասնական աշխատանքի շնորհիվ կկարողանանք լավագույն սելեկցիան անել։